Քննարկվեց։ Հարգելի պատգամներ, քննարկում են կառավարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ պետական տուրքի մասին օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյան, համեցեք։ Շնորհակալություն, հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Նախագծերի նպատակը պետական սահմանից համակարգային անցման կետերում տրանսպորտային միջոցների մուտքի ժամանակ հարկերի եւ վճարների գանձման արդյունքում առաջացող կուտակումների նվազեցումն է, որոշակի դեպքերի համար ճանապարհային հարկի արտոնությունների սահմանելն է։ Մասնավորապես նախագծով առաջարկում է հետաձգել պետական սահմանից համակարգային անցման կետերում վճարվող բնապահպանական հարկի, ճանապարհային հարկի եւ պետական տուրքի վճարումները։ Բնապահպանական հարկի վճարման ժամկետը սահմանել մինչև ավտոտրանսպորտային միջոցների ՀՀ մուտք գործելու օրվան հաջորդող 15-րդ օրը ներառյալ, իսկ մինչև նշված ժամկետը ՀՀ տարածքից ելքի դեպքում մինչև ՀՀ տարածքից ելքը։ Նշեմ, որ այսօր սահմանված է, որ մուտքի պահին պետք է վճարվի։ Նմանատիպ փոփոխություն նախատեսվում է նաև ճանապարհային հարկի վճարման ժամկետի մասով եւ եւս սահմանվում է, որ մուտքի ժամանակ վճարելու փոխարեն վճարվի հաջորդող 15 օրը ներառյալ, իսկ մինչև նշված ժամկետը ՀՀ տարածքից ելքի դեպքում ՀՀ տարածքից ելքը։ Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի փոփոխությունները նախատեսում ենք, որ այսօրվա գործող սահմանային պետական տուրքը, որը վճարվում է ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև ներքին մաքսային մարմին 1 տարանցման հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների բաց թողնման ուղղված մաքսային գործառույթների իրականացման համար հանել եւ մաքսային ձևակերպումների համար վճարվող պետական տուրքի դրույքաչափերը վերանայել։ Սույն փոփոխության նպատակն այն է, որ ներմուծողները միաժամանակ եւ սահմանի եւ նաեւ հետագա ձևակերպումների ժամանակ երկու անգամ պետական տուրք են վճարում։ Առաջարկում ենք սահմանի տուրքը հանել, որպեսզի սահմանային կուտակումներ չլինի, իսկ մաքսային ձևակերպումների ժամանակ վերանայել։ Այս պահին գործող մինչև 3 տոննա ապրանքների ներմուծման համար 5000 դրամը դարձնել 7000 դրամ, 3-ից 10 տոննան 10000 դրամը դարձնել 13000 դրամ, 10-ից 25 տոննա 15000 դրամից դարձնել 18000 դրամ, 25 տոննայից 60 տոննան 20000 դրամից դարձնել 24000 դրամ, իսկ 60 տոննայից ավելի դեպքում 30000 դրամից դարձնել 35000 դրամ։ Նշեմ, որ սահմանային անցման կետում վճարվող տուրքը 5000 դրամ է, արդյունքում շատ տնտեսվարողների մոտ կնվազի տուրքի դրույքաչափը, իսկ որոշ տնտեսվարողների մոտ ուղղակի փոփոխություններ չի լինի, մասնավորապես 60 տոննայից ավել ներմուծումների դեպքում։ Նախագծով առաջարկում է նաև ՀՀ-ում չգրանցված ՀՀ մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկի դրույքաչափը սահմանել միասնական, նկատի ունենալով, որ նորմաների սահմաններից ավել արտանետումների համար առկա են համապատասխան օրենսդրական կարգավորումներ, այդ թվում նախատեսված է վարչական պատասխանատվություն եւ բացի այդ պետական սահմանի անցման կետերում չափումների իրականացումը հանգեցնում է կուտակումների։ Նախագծով առաջարկում ենք նաև սահմանել, որ ՀՀ-ում չգրանցված բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների ՀՀ տարածքից ելքը ճանապարհի անանցանելիությամբ պայմանավորված անհնար լինելու դեպքում ճանապարհային հարկ վճարողներին ազատել համապատասխան ժամանակատվածի համար հաշվարկման ենթակա ճանապարհային հարկից։ Տվյալ դեպքում ճանապարհային հարկի արտոնությունից օգտվելու իրավունքը կհաստատվի լիազոր մարմնի կողմից։ Թերևս ասքանը, եթե հարցեր կլինեն, սիրով կպատասխանեմ։ Շնորհակալություն։ Հարցերի համար հերթագրում։ Ապկենտունյան։ Շնորհակալություն։ Պարոն Սահակյան, հարցս կոնկրետ նախագծին չի վերաբերվում, բայց առիթ օգտագործելով, քանի որ շատ է հնչում ու մեր քաղաքացիներին շատ է անհանգստացնում, կողքից էլ սխալ ինֆորմացիա է տարածվում, դրա համար ուզում եմ հստակ մի անգամ էլ այս առիթը օգտագործենք ու դուք պարզաբանեք։ Մեր քաղաքացիների, թոշակառուների կողմից անկանխիկ առևտրից ստացած քեշբեքը
հարկման ենթակա է, թե ոչ։ Շնորհակալություն, պարոն Թունյան, հարկային օրենսգրքի 147 հոդվածով սահմանված է, որ պետական միջոցներից աջակցությունները նվազեցվող եկամուտներ են եւ տվյալ դեպքում թոշակառուներին վճարվող քեշբեքերը հարկման ենթակա չեն, քանի որ նվազեցվող եկամուտներ են։ Արձագանք։ Արթուր Խաչատրյան։ Սահակյան, երբ նայում ենք պետական վիճակագրությունը, տեսնում ենք հարկային հավաքագրումների աճ, տուրքերի հավաքագրումների աճ։ Իմ հարցը հետևյալն է, եթե իհարկե ունեք այդ վիճակագրությունը այս պահին ձեր մոտ, այդ աճը որքանով է պայմանավորված տնտեսական աճով, իսկ որքանով է պայմանավորված օրենսդրական փոփոխություններով։ Օրինակ, այս փոփոխությունները, որը դուք մտցնում եք, տուրքերի վրա աճ է ունենա, ասկան տուրքերը դրանով աճելու են գումարները։ Դե 30,000-ը 35,000 եք դարձնում մեծ ծավալի բեռնափոխադրումների համար։ Դա չի կարող ֆիսկալ ազդեցություն չունենա։ Դուք որոշակի գնահատական ունեք այդ ֆիսկալ աճը, որը մենք տեսնում ենք եկամուտների, ինչքանով է պայմանավորված, օրինակ ավելի շատ բեռներ են գնում գալիս, Հայաստանը դարձել է տրանզիտային խաչմերուկ, թե ուղղակի նույն քանակությամբ մեքենաներ են գնում գալի, բայց հիմա 30,000-ի փոխարեն 35,000 դրամ են վճարում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարգելի պարոն Խաչատրյան, նախ Տուրքին անդրադառնամ, Տուրքի բեռը չի արվելանում տնտեսվարողների մասով, ինչպես ես նշեցի, տնտեսվարողները այսօր 5,000 դրամ վճարում են սահմանահատելիս եւ տվյալ դեպքում 60 տոննայից ավել ներմուծումների դեպքում 30,000 էլ վճարում են մաքսային ձևակերպումները կատարելիս։ Հիմա մենք 5,000 դրամը հանում ենք եւ միասնական դարձնում ենք 35,000 դրամ։ Մնացած բոլոր քանակային քաշերի դեպքում նվազում է պետական տուրքի դրույքաչափը։ Հետևաբար սա լրացուցիչ բեռ տնտեսվարողների վրա չի լինի։ Ֆիսկալ առումով ասեմ, որ սա ամսական միջինում այս գծով պետական տուրքը մոտ 35 միլիոն դրամի մասին է խոսքը։ Ինչ վերաբերվում է ընդհանուր վերլուծությանը, այս պահին թվեր չունեմ ինձ մոտ, բայց բնականաբար մենք գործոնային վերլուծություններ անում ենք եւ ընթացքում կներկայացնենք, թե օրենսդրական փոփոխությունների արդյունքում ինչքան են եղել, վարչարարությունը եւ նաեւ տնտեսության էֆեկտը ինչքան է։ Շնորհակալություն։ Արձագանք։ Լավ, այդ դեպքում որպեսզի լրացուցիչ թղթաբանություն չգեներացնենք, հարցում պատասխանելու արեմ, պիտի խնդրեմ, որ երկրորդ ընթերցման ժամանակ այդ տեղեկությունը ներկայացնեք, լավ։ Տուրքերի աճը պայմանավորված է տնտեսական ակտիվության աճով, թե դրույքների աճով։ Կոնկրետ այս դեպքը հանենք ընդհանուրի մասին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, կներկայացնենք անպայման։ Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Հարակի ձեկուսման համար ամբիոնի մոտ եմ հրավիրում տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանին, համեցեք, պարոն Բագրատյան։ Շնորհակալություն, ազգային ժողովի հարգարժան փոխստակ, հարգելի պատգամավորներ, սիրելի հայրենակիցներ, շատ երկար բողոքներ կար, անընդհատ այդ բողոքները ստանում ենք տնտեսվարողներից, որ սահմանի վրա հերթեր են առաջանում, ժամանակի անտեղի կորուստներ լինում, հաճախ նաև ապրանքներ են լինում, որոնք փչանալու վտանգ ունեն, հետեւաբար խնդրում էին, որպեսզի մենք կարողանանք ինչ-որ կերպ օրենսդրորեն օգնել այս խնդրի կարգավորմանը։ Կոնկրետ կառավարության կողմից ներկայացված նախագծի նպատակը հենց դա է, որ ճանապարհային հարկը, բնապահպանական հարկը եւ պետտուրքը սահմանին այլևս չի վճարվելու եւ վճարվելու է հետագայում եւ այդ դեպքում նաեւ պետտուրքը, որ երկու անգամ էր վճարվում, այսինքն սահմանին վճարում էր 5,000 եւ հետագայում 30,000 կամ 5,000 հետագայում 10,000, նայած ծավալի, նայած տոննաժի մեքենաների համար, հիմա փաստորեն մեկ անգամ են վճարելու եւ ոչ սահմանին։ Սա բավականին տնտեսվարողների գործը հեշտացնում է եւ կարելի է նաեւ մոնիտորինգ անել հասկանալու համար, թե ժամանակի ինչ կրճատում են ունենում տնտեսվարողները։ Կարծում եմ, որ էական տարբերություն կլինի այս օրենքի ընդունումից հետո տնտեսվարողները ժամանակային բավականին տնտեսում կունենան, որը կնպաստի գործարարության եւ տնտեսության աճին։ Շնորհակալություն հեղինակներին, հորդորում եմ, որ կողմ քվեարկենք այս նախագծին։
Շնորհակալություն հարցերի համար հերթագրում։ Հարցեր չկան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Մտքերի փոխանակության համար հերթագրում։ Պարոն Սահակյան, եզրափակիչելու չեք ունենա, հարցի քննարկումն ավարտվեց։ Քննարկում ենք կառավարության ներկայացրած